Ռուսաստանում գտնվող արտասահմանցի երկքաղաքացիություն ունեցող վարորդները հնարավորություն ունեն առանց քննություն հանձնելու ձեռք բերել այդ երկրի վարորդական իրավունք։ Ապրիլի 1-ից այդ կարգը փոխվել է։ Փոփոխությունը վերաբերում է բոլոր նրանց, որոնք նախատեսում են աշխատանքի անցնել Ռուսաստանում եւ չունեն այդ երկրի վարորդական փաստաթուղթ։ Եվ այլևս որևէ մեկը առանց բացառության իր կարգավիճակի չի կարող վարորդ աշխատել, չունենալով Ռուսաստանի Դաշնության վարորդական իրավունք։ Դա տուգանքի ենթակա է, դա խախտում է համարվում եւ երկու անգամ եթե անձին ուղակի ոստիկանները տուգանեն հենց այս խախտման համար, սա հիմք է լինելու, որ մուտքի արգելք կստանա։ Ապրիլի 1-ից խիստ տուգումներ են սկսվել Ռուսաստանում գտնվող հանրակրթական դպրոցներում։ Արտասահմանցի երեխայի գրանցումը կեղծ եղավ կամ գրանցման ժամկետը լրացած, ծնողներին կպատժեն։ Եվ եթե նույնիսկ ծնողը օրինական է գտնվում, ապա հնարավոր է նաև նրա օրինական գտնվելը չեղարկվի եւ հնարավոր է նաև արտաքսում լինի ծնողների եւ երեխաների։ Մասնագետը հորդորում է Ռուսաստանում գտնվող արտասահմանցի, այդ թվում նաև հայազգի ծնողներին, չգնել կեղծ ռեգիստրացիաներ։ Դրա համար կարող են ծնողին երեխաների հետ արտաքսել, ընդհանուր քրեական պատասխանատվության ենթարկել։ Իրական ռեգիստրացիա արեք ձեր բնակության վայրում, ձեր երեխաներին նույնպես։ Եթե ծնողները նախատեսում են իրենց երեխաներին ուսման տալ ռուսաստանյան կրթական հաստատություններում, պարտադիր պայման է, որ երեխաները ռուսաց լեզվի իմացություն ունենան։ Դպրոց ընդունվելու պահանջվող անցողիկ շեմը հաղթահարելու համար։ Երեխաների հետ պարապեք, տվեք պարապելու ռուսաց լեզու, եթե պատրաստում եք, որ ձեր երեխան պետք է դպրոցում սովորի, որովհետև հարցերի 90%-ին պետք է երեխաները ճիշտ պատասխանեն։ Այլապես չեն կարող հաղթահարել անցողիկ շեմը։ Սա վերաբերվում է նրանց, ովքեր չունեն ՌԴ քաղաքացիություն, ունեն ՌԴ-ից տարբեր այլ քաղաքացիություն կամ չունեն ընդհանրապես որևէ քաղաքացիություն։ Հունիսի 30-ին Ռուսաստանում սպասվում է օրենսդրական հերթական փոփոխությունը։ Այդ օրվանից միգրանտների համար կստեղծվի թվային պրոֆիլ, որը կմիավորի քաղաքացու մասին տվյալները։ Բացի անձնական տվյալներից կլինեն քաղաքացու մասին կենսաչափական տվյալներ։ Մեկ պրոֆիլում կամփոփվի բոլոր այն փաստաթղթերը, որոնք կլինեն քաղաքացու համար անձը հաստատող փաստաթուղթ Ռուսաստանում։ Այս process-ը երկու էտապով է իրականացվում։ Առաջին էտապը սկսվել է դեռևս 2024 թվականի դեկտեմբերի 1-ին, մինչև 25-ի հունիսի 30-ն է, երբ որ վերցնում են օտարերկրացիների կենսաչափական տվյալները հետևյալ սահմանակետերում՝ Մոսկվայի Շերեմետիևը, Դոմոդեդովը, Վնուկովը, Մոսկվայի մարզի Ժուկովսկի օդանավակայաններում եւ Օրենբուրգի մարզի Մաշտակովը ավտոմոբիլային անցակետերում։ Իսկ 25-ի հունիսի 30-ից կլինի բոլոր օդային եւ ցամաքային անցակետերում։ Մինչև Ռուսաստան մուտք գործելը ոչ վիզային ռեժիմ ունեցող քաղաքացին բջջային հավելվածով կարող է լրացնել տվյալներ, ներկայացնելով, որ 72 ժամ հետո ինքը մուտք է գործելու Ռուսաստան։ Իր տվյալները ստուգվելու են Ռուսաստանի Դաշնության պատկան մարմինների կողմից, եւ եթե նրա մուտքը կթույլատրվի, նա կստանա համապատասխան կոդ, որը սահմանին կներկայացնի սահմանապահին։ Առանց այդ կոդի ուղղակի օտարերկրացուն թույլ չեն տա մուտք գործելու Ռուսաստանի Դաշնություն։ Տաթևիկ Բեժանյանի դիտարկմամբ Ռուսաստանից արդեն 20-ից 30% հայազգի միգրացիոն հոսքերի նվազում կա 2-ից 3 տարիների ընթացքում։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։